Իմ հարգելի ժողովուրդ, իմ սիրուններս, ինչ են պատրաստում այսօր։ Ինչպես տեսնում եք, գազարը ես սոխը տապակում եմ։ Ահա։ Արդեն տապակված է, ավելացնում եմ սխտորը։ Ավելացնում ենք գրեչկան, ջուր և աղ, ըստ ճաշակի, շատ կամ քիչ, վերջ, շատ չենք անում իհարկե, նորմալ, ասում ենք մինչև եփվի, հիմա կամացացնելու ենք կրակը մարմանդ կրակի վրա, ինքը կեփվի, այ այսպես կամացացնենք և կփակենք, մարմանդ կրակի վրա, որ եփվում է, ավելի համեղ է ստացվում ուտելիք, հատ-հատ, ժողջան, պատրաստում ենք ծաղկակաղամբը, մասնատեցինք, լցնում ենք համապատասխան ամանի մեջ, վրան ավելացնում ենք կարմիր պղպեղ, սև պղպեղ և աղ, այ այսպես, խառնենք և ավելացնենք, ավելացնում ենք սխտոր, սոխի փոշի, հիմա սա խառնենք այսպես, և կավելացնենք ձիթապտղի յուղ, extra virgin olive oil, արդեն համաչափ խառնեցի, այստեղ վերցրել եմ 2 ձու, օգտագործելու ենք նաև պաքսիմատ, որը որ ես եմ պատրաստել, և փարմեժան չիզը, դե անցնենք գործի, փարմեժան չիզը կավելացնենք ձվի մեջ, այսպես,
Այսպես գեղեցիկ, սիրուն, հավեսով սիրտ ու հոգի ենք դնում, որպեսզի շատ համեղ ստացվի։ Բերում ենք այստեղ պաքսի մատը մոտ։ Պաքսի մատը ձուն և ծաղկակաղամբը։ Հիմա կվերցնենք ծաղկակաղամբերը հատ-հատ, այսպես ձվի մեջ կանենք, հետո պաքսի մատի և տեսեք, ինչ գեղեցիկ է լինում։ Շարենք այստեղ։ Շարի տատի։ Շարում եմ բանս։ Եվ այսպես շարունակ ամբողջը այսպես ենք անում։ Այս պատում ենք ձվով, փարմեժան չիզով և պաքսի մատով հարգելիներս ամբողջը այսպես ենք անելու և տեղափոխենք air fry-ի մեջ։ Մեկ հատ էլ անեմ, մնացածը առանց ձեզ կանեմ արդեն։ Շատ համեղ է ստացվելու, խրթխրթան և համեղ։ Ահա պատրաստ է, հիմա ուղարկում ենք եփվելու։ Ես 20 րոպեի վրա եմ դրել 400 աստիճան հարգելիներս, ահա տեսնում ենք 20 րոպեի վրա։ Ես կասեմ, թե քանի րոպեյում պատրաստվեց։ Ընթացքը ցույց կտամ եփվելու։ Հիմա փակում ենք և միանում է ինքը։ Դե ետ կվերադառնանք, որպեսզի տեսնենք ինչա եղել, ինչ ընթացքի մեջ է։ Անցել է 10 րոպե։ Վաու, տեսեք ինչ ախորժալի տեսք ունի։ Ընտիր։ Այսպես անենք, մի թեթև տապու վրա անենք, և այսպես հարգելիներս, ահա, մի թեթև այսպես տապնու վրա արեցինք, հիմա դնենք, թող ընդամենը երևի մի 5 րոպե, 6 րոպե եփվի կհանենք, կտեսնենք, ասեմ ձեզ։ Վերջ։ Հիմա ինչ ենք անում հարգելիներս, 1 վայրկյան, դա փոխում ենք այստեղ,
Շատ համեղ, ախորժալի տեսք ունի։ Օգտագործելու ենք Ranch Blue Cheese Dressing Dip Blue Cheese-ով շատ համեղ են սրանք, հիմա մենք սա օգտագործելու ենք ծաղկակաղամբի հետ սա էլ Thousand Island White Bacon այս սոուսն է, խառնելու ենք էլի հետը, այսպես Կարծում եմ արժե փորձել, որը վերցնենք, սա վերցնենք, այ այսպես, ժողս ընտիրաստացվել, պատրաստեք և կհամոզվեք, շատ համեղ է, այստեղ էլ պատրաստել եմ բրինձով ապուր, սպաս, նանայով, համով հավեսին, սա էլ վայելելու ենք, Անուշ ժողովուրդ ջան, պատրաստեք և վայելեք, անուշ արեք, շնորհակալություն, որ մինչև էր դիտեցիք, ինձ հետ մնացիք, շնորհակալ եմ, բոլորիդ հացը լինի օրհնված, բոլորիդ հացը լինի անուշ, կերեք վայելեք, եղեք առողջ, վայելեք ձեր հրաշալի, գեղեցիկ կյանքը, ինչ ասեմ, դե գնացինք, կհանդիպենք հաջորդ վլոգում, Աստված բոլորիս հետ